Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր վարդապետական ուսուցումները մեզ բացատրելու եւ մեզ ավելի ամրապնդելու։ Այն եկեղեցին, որ վարդապետական դասընթացներ չունի, այդ եկեղեցին սյուն չունի։ Դրա համար էլ այդ եկեղեցին օրական քարուքան դա լինում, անգամ իրանց մտածած հասուն մեծ 5 տարվա եղբայրներն են պարակվում ու թողում գնում, ամեն, որտեղ չկա վարդապետություն, չկա սյուներ։ Եկեղեցին էլ որ մեկ քիչ շատանում է, քանակով մեծանում է, ճղվում է, մեջտեղից ծառը տեսել եք ծիրանի բերքից ինչքան է հեշտ ճիշտ ջարդում ու ընկնում, որտեղ բունը ամուր չէ, իրանց սյուները տեղում չեն, ամեն, շենքի արմատուրեն տեղում չէ, որտեղ հիմք չկա, սրբություն չկա, վարդապետական օրենքներ չկա, որպեսզի բոլորը չեն հասկանում իշտակարելի ինչը չէ, եսը սենց եմ ուզում դու սենց արա, այն մեկ էլ ասում է չէ, եսը սենց եմ գտնում սենց արա, թաղեմ ձեր բոլորի եսերը, վարդապետական սյուները փշրում է ձեր եսերը, ու ասում է որ ես ու դու սուտ խոսքը ճշմարիտ, բոլորս պետք է հավաքվենք այս խոսքի շուրջ։ Մեզանից յուրաքանչյուրը ով որ փորձի այս ցանկը քանդի, մի խոսծրի, նա հարված կուտի, օձը նրան կծելու է, ամեն։ Հիմա դրա համար էս վարդապետական եկեղեցին ինչքան օրորի շատանում է, մեր վարդապետական ուսուցումները օրորի պիտի ավելի շատանա ու բազմանա, ամեն։ Եվ դրա համար էլ մենք ամեն թեմաները դնում ենք համացանց, որ մեզի համացանցով լսող եղբայրներն ու քույրերն էլ հասկանան, որ եթե իրենց եկեղեցում այս ուսուցումները չկա, դա տիրոջ եկեղեցին չի, ամեն։ Եթե ուսուցում չկա, այդ օրենքը չի էլ պահվում։ Եթե հորդոր չկա սրբության եւ խաղաղության ու Քրիստոսի նման դառնալու, Քրիստոսի վարդապետությունը առաջի դարի տարածելու, եթե չեն քարոզում, ով ինչ ուզա են կանի, ամեն։ Իսկ սատանան միայն գրքին հակառակ բաները անել կտա։ Այն եկեղեցում որտեղ չկա, որ էսի կարելի է, էսի ոչ։ Էսի սուրբ գրքին հակառակը, էսի սուրբ գրքով է։ Գայթակղության պատճառ չդառնանք ոչ էթանոստերին, ոչ հրյաներին, ոչ էլ Աստծո ժողովրդին։ Հիմա օրենքներ կա, որ կարանք մաստատելով էս հոգում պահել տանք, նոր է կա։ Այն մեկելին կարանք մի անգամից տանք մի կտոր միսը, հասուն է, ամեն։ Այն մյուսին մանի կամ կաթի մեջ բլենդերելով, խառնելով, համոզելով զզվում է, միսը տենում զզվում է։ Այդ ձևի պետք է տանք, վերջ այդ մանուկներին պետք է սրենք, որ իրանք մեծացան, բոլորը արդեն հովիվների նման են մտածելու, խոսելու, գործելու։ Բոլորի մեջ վարդապետ Հիսուսը հաստատվելու է չափահաս ձևով, իսկ եթե վարդապետ Հիսուսը հաստատված է, վարդապետական բոլոր սյուները վեմի վրա մխրճված է, ամեն, եւ նրանց բոլորը հասուն են, ովքեր արդեն սպասավորներ են կարգվել, բայց հասունանալու տեղել ունեն, ու բոլորը ասում են, Աստծո խոսքը ճիշտ, ես ու դու սուտ, մեր կրքերը հեչ, մեր ցանկությունները հեչ, ամեն, թող Քրիստոս տնի ամեն բանի մեջ։ Մեր այսօրվա վարդապետական ուսուցման 20-րդ դասընթացն է։ Անցած պաշտամունքին խոսեցինք աշխարհից զատվելու 8-րդ կետի համար, որը շատ եկեղեցիներ ընդունել են աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը։ Ակետով մատուցանեցինք, որ պիտի հավատացյալը թողի լքի աշխարհը, հեռանա աշխարհից ու նվիրվի գրքի աղոթքի կյանքին, որտեւ եթե սա չլինի, մարդը չի կարա երկրորդ կետը կատարի, հրաժարվի իր հագուստներից, իր կուրքերից, հեթանոսական ու աշխարհիկ պիղծ կրքերից ու ցանկություններից եւ բնավորության գծից, ամեն։ B կետը դրա մասին է խոսում եւ սուրբ գրային համարներով ճանապարհային քարտեզա ցույց տալիս, որ բոլոր դարաշրջանի սրբերը աշխարհիկ կերպարանք չեն ունեցել, աշխարհիկ չեն ակե, աշխարհի նման կուրքեր չեն կրել, Հեզաբել Պորնիկի նման եւ Բաբելոնի անառակի նման չեն պճնվել, ծարույր դրել, որ շպարվե, որ գրավեն աշխարհին։ Հապա նրանք մնացել են բնական, ունքերը չեն փիդրե տատո արե, ամեն, մնացել են բնական, Աստված իրանց ոնց արարել է, Աստված ոնց փափագել է, ինչպես Քրիստոս էր պճղրավոր պատմության հագնում թուլ ուրիկ շորեր, Աստված դրան է փափագում, ամեն։ Պղծված աշխարհը կպոռնկանա, իրեն կբացի, որ շնության ոգիները ազատ գործեն։ Պղծված եկեղեցին կպոռնկանա,
մերկացնել կտա Բաբելոնի անառագների նման, որ քուրերի մերկությամբ հագենան, որ անօրեն ծերերը տկլորացրին Շուշանին, որ նրա մարմնի տեսքով հագենան, տեսնեն, ցանկանան, իսկ սուրբ եկեղեցին ներհակը կանի, օրորիկը թուլացնի շորերը, օրորիկը երկարացնի, օրորիկը պարկեշտացնի, ով սուրբա էլ ավելի կսրբանա, իսկ նրանք որ պիղծեն էլ ավելի կայլասերվեն, կասեն Ադամ Եվայի դարաշրջանն է, վերջ, մենք պիտի կիսամեր կամ տկլորման գանք, պարզա, եւ այստեղից է երևում աղանդավորների եւ տաղանդավոր սրբերի տարբերությունը, այստեղից է երևում Հիսուս Քրիստոսի սուրբ անարատ վարդապետության եւ Բաբելոնի անառակի փարիսեցիների օտար վարդապետության տարբերությունը, ամեն, այստեղից է երևում սրբությունն ու պղտությունը, լույսը, խավարը, ամեն, դրա համար էլ սիրելի Աստծո ժողովուրդ, այս վարդապետական ուսուցումը շատ կարևոր է բոլոր եկեղեցիներին սուրբ գրքի վրա պահելու կամ բոլոր եկեղեցիների դիմակները պատրելու, որ մանուկները այս քարոզները լսեն ու հասկանան իրանք աղանդավորներ են, թե տաղանդավոր սուրբեր են։ Գեհենի զավակներ են պատրաստում այլասերված անբարոյական կրքերի մեջ եռացող, թե կրքերը խաչած ներքինացած սրբեր են պատրաստում, ամեն, որ էլ արուեք չկա, ծառազատ չկա, Քրիստոսն է ամեն բանի մեջ, սա բոլոր հասուններին է վերաբերվում, հաղորդության անդամներին եւ եկեղեցու երեց եւ եպիսկոպոսներին, ամեն, որոնք իրական երեցներ ու եպիսկոպոսներ եւ ավակ սարկավագներ են։ Ուրեմն ակետով հասկացան, որ գիրքն ու աղոթքը պետք է մտնի մեկուսանալ աշխարհից, նվիրվել գրքին աղոթքին։ Սա ակետն էր։ Երկրորդ կետը, B կետ։ Ճշմարիտ հավատացյալը պիտի բաժանվի աշխարհի բոլոր պիղծ գործերից ու ցանկություններից եւ ոչ մի բանով պիտի չունենա աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը, ամեն, ոչ մի բանով պիտի չունենա աշխարհի պիղծ կերպարանքը, այլասերված կերպարանքը, արդեն հեսա կկարդանք ու կբացատրենք թե արտաքին, թե ներքին կերպարանքը, ամեն, նախ ներսը, ետքը դուրսը, թե պղծությունից պիտի մաքրենք, թե կուրքերից եւ կռապաշտությունից, համ ներսի մարդը կարա պղծվի եւ կռապաշտ դառնա, թաքուն անտեսանելի մեղքերով, ամեն, որ մարմնավոր մարդու աչքին դա անտեսանելի է, ներք նախանձ օրինակ, հմեն մարդ չի տենում, բայց կուրք կրելը տենում է, ամեն, նախանձ, կրքեր, աչքի ցանկություն, մարդը չի տենում, կնոես կսեսիշ պարկեշտ առաքինի եղբայրը, բայց աչքերով քեզ կուտի, ու այլասերված բաներ կմտածի քո մասին, ամեն, դա հոգևոր մարդիկ կտեսնեն, ովքեր այդ կրքերից, ներքին արձակումներից, նախանձից, դատից, բամբասելուց ազատվել են, հիմա ես քարոզել եմ, կարող այս եղբայրը սրտի մեջ դատում է, Են քույրիկը ուր խնում փառքա տալում, ոչ ոք սրտինը չի տեսնում, սրտինը տեսնում է Աստված եւ սրտինը տեսնում են հասուն հոգեվորականները, որոնք Աստծմով են առնում եւ գալիքները ձեզ պատմում, ամեն, թե դու ապագայում ուր կհայտնվես, եթե չապաշխարես քո նախանձից, անամբերությունից, թաքուն մեղքերից, ամեն։ Հիմա տեսեք, ուրեմն կա արտաքին մեղքեր, կռապաշտություններ, արտաքին աշխարհի կերպարանք, մարմնի վրա, որ երևում է, օրինակ բաց դոշերով շորակնելը, մինի յուբկա հագները, կաբլուկներով, կակավելով ման գալը, ամեն, դա բոլորը տեսնում են, որ դա չի կարող հոգևոր լինի, կասել դա կլուբի պարող ինչ որ լինի, ամեն։ Սրբուհին չի կարա տենց ակնի, գլխաշորով, չներկված, չպշնված, ունքերը չփիդրած, բնական։ Բվոր ծերես պտի ծերես ժայլիս տարբերվի, ամեն։ Նրա կնճիրները, իշքան էլ ձգես երևալու է, թշերդ են բուլդոգների նման կախում է շատանքով, թորբում էդի հացը կա, գնա փուչիկդի, բարձիկդի պճատո, գլոր թուշելնի, ինչ, դու ատով ուզում եք, ցույց տակ, որ աշխարհասեր եք, դուք ուզում եք աշխարհի մեջ երիտասարդ լինեք, հնչի ես էլ ուզում եմ երկնքում երիտասարդը լինես, ամեն, թորոմած թշիգներով, բայց ընդ ձգվելու է արխային, թորոմած թշիգներով, բայց սուրբ հոգիով, ամեն,
որ քեզ չի հետաքրքիր, դու ինձ ես անում, այո, որ ես աշխարհի որևիցե մի տղամարդ քո վրեսկի չնայի։ Թող Հիսուսը նայի։ Դու մենակ Հիսուսին ես պատկանում։ Դու գնում ես, դզում ես, շպարում ես, սվաղ գթելով ոնց են շպագլիով լցում այդ ճոքերը։ Բայց երկու օր հետո թշիկը իրար գալում ճոքում թափում է։ Դու մեկա ծեր ես, տարի քտիմա լնի երևում է, ամեն։ Դու աշխարհասեր ես։ Նա որ ուզում է աշխարհի մեջ երիտասարդ երևա, ոչ թե պարկեշտ երևա, որ Աստված փառավորվի։ Պարկեշտ երևացող իր հագուկապին է ուշադիր, մաքրությանը, ոչ թե շպարվելուն, ցկելուն, փիդրելուն, տատո անելուն։ Սրանք կանարակներ եւ շնացողներ են, որոնք Տիրոջ օգին չունեն, ամեն։ Հասկացաք։ Ուրեմն ներսի սրբություն կա եւ ներսի կռապաշտություն ու պղծություն։ Մարմնի եւ հոգու սրբությունից ասում է, մարմնի հոգու պղծությունից ասում է հեռու մնանք եւ սրբությունը կատարելագործենք Աստծո վախով, ամեն, մարմնի ու հոգու, հոգու եւ մարմնի։ Ուրեմն ճշմարիտ հավատացյալը պիտի բաժանվի աշխարհի բոլոր պիղծ գործերից ու ցանկություններից եւ ոչ մի բանով պիտի չունենա նրա աշխարհի պիղծ կերպարանքը։ Երկրորդ օրինացիս 14-ի 1, երկրորդ օրինացիս 22-ի 5, նա վերաբերում է փշնվելուն, հունքերը փիդրելուն, իսկ մյուսը հագուկապին ու այլանդակ հագուստներին։ Երեմիա 4-ի 30, Ռոմիացիների 12-ի 1-ից 2, Հակոբոս 4-ի 4, Արաջի Հովանու 2-ի 1-ից 17։ Եվ եթե ժամանակ մնա, նաև կկարդամ Բաբելոնի պորնիկի կերպարանքը, որ իրան ինչքան զուգ է զարդարել, ասավ այդքան տառապանք ու ցավ թափեք դրա գլխին։ Իսկ Տերը չի ուզում ձեզի տառապանքի մատնի, Տերը ուզում է ձեզ փրկի ու երկինք տանի։ Իսկ ով ունի Բաբելոնի այդ անառակի պճնված, զուգված, զարդարված կերպարանքը, ինքան նման են այս ազատ եկեղեցիները։ Բացեք Հովանոյի Հայտնության 17-րդը կարդացեք Բաբելոնի անառակի կերպարանքը, կոպիատեի քուրերն ունեն։ Եղբայրներն էլ հետը։ Ամեն։ Չի կարա Սուրբ եկեղեցին ունենա Բաբելոնի անառակի կերպարանք, եւ չի կարա պիղծ եկեղեցին ունենա Սուրբ Հիսուսի կերպարանք։ Ում պատկանում ես դու, նրան էլ ուզում ես նմանվես, ամեն, Հիսուսին նայինք։ Մեր դավանության առաքյալին ու կատարողին, ամեն։ Ինչ հովիվն է, այն էլ հոտնա, հովիվը անառակ այլանդակ կրքերի գերիա, Բաբելոնի այդ անառակից է կառավարվում։ Հոտը կլինի աշխարհի կայլասերված, բացակնված, կուրքերով պշտված, մոզերը կտրած, կրաստի ձերև ներկած։ Ամեն։ Հոտի հովիվը սուրբ է ու Հիսուսին է նմանվում, թե պատմության ակտելով, թե մորուքով, թե ներսով, թե դրսով։ Հոտը ուզա չուզա, հովին պիտի նմանվի եւ հովապետին, ամեն։ Ուրեմն հովապետի հոտից, Սուրբ անարատ հոտից օրորի աշխարհիկ լկտի այլասերված բացակնողները կփախնեն, որոնք եկել են շնանալու եւ պոռնկանալու տեսնում են չեն կարում։ Եթե չփախնեն էլ նրանց կվտարեն դուրս։ Պիղծ այլանդակ հոտից, աշխարհի նման հոտից, սրբերին կվտարեն, կբռնեն, կխաչեն, ինչպես Հիսուսին արեցին, ինչպես Պետրոսին, ինչպես Պողոսին։ Ամեն։ Ուրեմն Սուրբ եկեղեցուց պիղծերը կփախչեն կամ կվտարվեն։ Պիղծ եկեղեցուց սուրբերը կփախչեն կամ կվտարվեն։ Ամեն։ Փառավորվի Քրիստոսը, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, ընթերցում եմ երկրորդ օրինացիս 14-րդ գլուխը։ Դուք ձեր Եհովա Աստծոյ որդիքն եք։ Ստե մեղելի համար է գրված, բայց ոչ մեկտեղ գրված չէ հարսանիքի համար արեք այդ քայլը։ Մեղելի համար ձեր մարմնի վրա վետեր նագոլկեք չանեք, որ կետ ծեծում են, մեկը մայրամացեցում դոշին, մեկը Քրիստոսի դերասանինացեցում, մեկը վիշապ, մեկը առյուծ, վերջը։ Կարևորը Աստծո արարչագործությունն ավիրեն։ Մեղելի համար ձեր մարմնի վրա վետեր չշինեք եւ ձեր աչքերի մեջտեղի մազերը չքանդեք։ Սա վերաբերում է ունքերին, նաեւ թարթիշներին։ Ես մի ժամանակ
որ ես ինթերցում էի, այն մարդ ասում էի, նա գոլկեքը 20 տարի առաջով էր տատոից հասկնում։ Նա գոլկեքն իշ գործ ունի թարթիշների ու հունքերի հետ։ Ետքը Տերը բացատրեց, հիմա որպեսզի այս թարթիշների վերևը լրիվ գծագրած լինի, կապուբը սև տատիրովկա են անում։ Միշտ կսած, նոր եմ հասկանում, հունքերը փիդրում են, ասենց բուրգաձև, սատանի բուրգ է ինչ որ լինի, չէ՞, սատանան բուրգ շատ ասիրում։ Բուրգաձև հունք են դնում, եւ իրականից ավելի այլանդակ գեշ կերպարանք ստանում։ Ու հիվանդի նման ամեն, ինչ ասեմ, օրեդ պինցետը ձեռներնա, ամեն շաբաթ էլ պիցիկուրի ու մանիկուրի։ Տանում է ֆինանսը, տանում է ձեր ժամերն ու ժամանակները։ Բաղնիքից 6 ժամով դուրս չեք գալիս եւ իրականից ինչա կատարվում, որ ձեր ժամանակը գողանում է սատանան, ամեն։ Դուք աշխարհի պղծված արտաքին կերպարանքն ունեք։ Այն մարդը, որ դևի ոգի ունի, նա իրեն հունքերը կփիդրի, ասո գծագրած դրած հունքերը, որ հաթաթ հաշվելականի հունք ունենաս, կփիդի ու տատո կանի։ Կամ ծերացած սպիտակած մազերը կներկի փարքազուրկ կանի։ Ամեն, մեկա քո ներկածը թափելույա։ Մի աշխարհի պղծված կերպարանք ստացեք։ Թող որևիցե մեկը գա ասա ես ուրիշի համար եմ էտի անում։ Ուրիշի համար չես անում աշխարհի մեջ գեղեցիկ դառնալու, աշխարհի մեջ լավ պատկեր ունենալու, աշխարհի տղամարդկանց հայացքին արժանանալու համար, նայվածքին արժանանալու համար ես անում, որ երգում են նայվածքդ խելքից կհանեմ ես։ Հենց ես այդ կռսրած թարթիշներով խուտ ու տալում ու այդ անխելքներին ոչխարի պես գցում ես հետևից տանում ես դեպի նեղջերորը։ Հասկացաք, այդ ժամերով որ դնում են հաթաթ թարթիշները սենց լամինացիա են անում, դու չես գիտակ կռսցնում ու կպցնում են, տղամարդկանց գրավելու համար են անում։ Շնացող պոռնիկներ են այս տեսակ քույրերը։ Պարս Բաբելոնի անառակի եւ Հեզաբելի ոգին ունեն, որ հեյունասավ շպրտեք թող շներն ուտեն դրան։ Դուք Տիրոջը բարըտես բան չեք արել։ Կամ անում եք Տիրոջը մար, հրաման, մի հատ օրենք ասեք, որ Տերն ասելա ծառուի դիր քո աչքերին։ Եսայի 3-րդ գլխում բացատրում է այդ պշնազարդ կիների ճակատագիրը, որ նզով քաթափ է իրաց գլխին, որ ամոթալի տեղերը բացել են, ամոթույթները բաց պտտում են, որտեղ ոսո անեսնա թափ է այդ ժողովրդի վրա, Իսրայելի պշնազարդ կռապաշտ կիների վրա, ամեն, ու իրանք ուզում են, որ ղեկավարեն իրանց այրերին։ Այն եկեղեցին, որ քարոզում է կին եւ տղամարդի հավասարություն աշխարհի մեջ ֆեմինիզմա կոչում, դա դիվային է, կինը հավասար լինելով չի բավարարվի։ Կինը եթե հավասարությանը հուսի մոտ բարձացավ, թռնելու է գակտին նստի, ամեն, ունենցա քշելու այրին, որ էլ ասելու չէ, նոր հոգին բացատրեց, տեսեք ես կողքի մատերը, չէ աշճանաբար, սենց լնում է կինը, դա անդախ, եթե այրը տեղում չելավ, նստում գլխին ու մազերից բռնես պրծավ, գարամ պես պիտի այդ այրը լսի։ Ես չեմ ասում նաև են կոր այրերին, որոնք չեն սիրում և չեն հարգում իր ասկիներին, բայց եթե այրը լրիվ խելամիտ ճիշտ օրենք է դնում, հնազ պիտի նազանդվի այրը, կինը, բայց եթե այրը սխալուղով է ուզում իր ընտանիքը տանի, թե կինը, թե զավակները թողակառակվեն և ընդդիմանան։ Նույնը հոգևոր առաջնորդին, եթե հոգևոր առաջնորդը ճիշտ ճանապարհով է գնում, բոլորդ խոնար հես հնազանդվեք։ Եթե կտեսնեք մեղքի ճանապարհ է տանում, բոլորդ հակառակվեք, որ այդ մարդը ապաշխարի, ամեն։ Ուրեմն դուք պիտի հնազանդվեք Տիրոջ դրած օրենքներին, հունքեր հանելը, թարթիշներ փոխելը, երկարացնելը, հատիկ չգիտեմ ինչեր անելը, ձևափոխելը, աշխարհի սերը եւ շնություն, հոգևոր շնություն։ Շնացողներ չգիտեք, որ աշխարհը սիրել է օրդեմ թշնամությունը։ Հիմա գնանք Օրինացիս 22, սա վերաբերում է ակու կապին։ Շատերը ասում են շոտլանդացի դերը են ակնում, ես ուրախ կլնեմ, որ մենք բոլոր եղբայրներով պատմուճան ակած ման գանք, որտեղ Դավիթի ժամանակ կար համ Թամարի պատմուճան, կանացի պատմուճան, համ տղամարդու, համ այլա տղամարդին ցելի էր, կնոջ մատ գոտին կապում ես մեջքի վրա,
նույն շորներ, գնացեք կինոները նայեք, գնացեք իմի արաբական երկրներում տեսեք, կիների շորերը, տղամարդկանց շորերը համարյա լրիվ բան է, բայց ընդ գլուխներ են փակում, էլի Մովսեսի նման Արաբիայում, ես հագուստին եմ ասում, չեմ ասում են լաչակները, որ դնում էին ու փակում էին սաղ դեմքը, չգնանք ծայրահեղությունից ծայրահեղության, բայց ոչ միտեղ գրված չէ, որ տղամարդ իրավունք ունի, կին իրավունք ունի անդրավարտիկ հագնի, կանացի անդրավարտիկ, բայց քահանայի համար գրված է, բայց երես չէ եղբայրները, որ այդ քիպ անդրավարտիկները հագնում են, էդի ճիշտ է, եղբայրներ պիտի թուլուլիկ շորեր հագնի, ամեն, ու եթե խորը հոգևոր է պատմուճան, ու հուսանք, որ ես պատմուճանով շուտով ման կգամ, ամեն անգամ այդ կոստոմ շալվարը կտպեմ սատանայի քիթը մրթին կասեմ էդ ինձի պետք չի, ես իմ տիրոջ նման քթանից պատմուճանով պտի ման գամ, ամեն, կգա, փափագեցի պատմուճանով քարոզել հասա, փափագեցի մորուք ունենալ հասա, ամեն ինչին փափագել եմ հերթով, չես կարա քուրս ու եղբայրս, եթե դու մեր բանն անես ու գայթակղես, ինչ ես մորուք կարանում են պահեն, չեն կարա, մի քանի աղանդավորներ տեսել եմ կլիպներում, պահում են, հետո թրաշվում են, չեն կարա, մորուքավորը պտի մեջ լինի, ամեն, որ դու սիրուց պահես էտի, ու պահես են ընց իմար Հիսուսներ պահում, դրա համար պի Քրիստոսը քո մեզ ձևավորվի, որ քեզի գահիցի չեսնի ու ինքը թագավորի, և ինքը կունենա այն ամենը, ինչը որ իր մեջ ունի կփոխանցի քեզ, ալ դու չես լինի, ապա Քրիստոսը ամեն բանի մեջ, հիմա տեսեք մի կնկա վրա այր մարդի հագուշ չլինի, և մարդը կնկա հագուշ չհագնե, որովհետև քո Եհովա Աստծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այդ բանն անե, հիմա շատ չափերը չեմ ասի, եթե եղբայրները լում են, ես շատ մանրակրկիտ բացատրում եմ կինը, որ շալվարը հագնում ինչ տեղերն է ցույց տալիս, իսկ եթե տղամարդը պատմուճան է հագնում, սաղ տեղերը փակ է, ուրեմն կնոջ ֆիզիոնոմիան ու տղամարդին մեկ չի, բացարձակապես թո մի հատ տղամարդ շալվար հագնի կագնի, հատկապես այս գեր քուրերը, որոնց կոնկերը դուս են, ատանք թո շալվարները ցիկ քաշեն վրները ու կագնեն բանի կողքին ու նայեք ումնա տհաճ ու զզվելի, բոլորդ կասեք քրոջ հագուստ է ամեն, ուրեմն կնոջ անդրավարտիկ չկա սուրբ գրքում գրված, գրված է որ քահանաները, ոչ թե քահանաների կիներն ու աղջիկները անդրավարտիկ հագնեն, ամեն, Ելից գրքում, եթե պետք լինի մենք խոսել են, կարող բացեք կարդալ, քահանաների շորերի մեջ կար, բայց კი ոչ մի կրոջ համար պատվեր չի տվեի, որ անդրավարտիկ կարա հագնի, սա Եվրոպայից, Բաբելոնի անառակից եկած հագուստա, մինի յուբկաները, քիփլիգ լասինաները, մարմինը ընդգծող լայկրայից շորերը, որ իշքան կնոջ մարմինը ցույց տան, եղբայրներին այնքան շուտ կգցեն շնության մեջ, որտեղ Բաբելոնի անառակի հոտը շնացողներով լեցուն է, ամեն, սուրբ եկեղեցում այդ հագ ու կապը հատկապես քուրերի չի ընդունվում, ոչ էլ ընդունվում է շատ քիփլիգ եղբայրների հագուստներ, ամեն, հասկացաք, ուրեմն կին իրավունք չունի շալվար հագնի, թո տրիկո հագնի դերան վրայից մինչև սրուքները կոճերը փակ, ուզում է 7 հատ թո տրիկո հագնի, մրսում ես բրդիս նապի, փառք ասուկա բարակը, շատ բարակը, ցանցակերպը, հաստը, ավելի հաստը, մտքի տեղ լինի, որ քո դեմն ու հետևը չցուցադրես ու մարդկաց գցես մեղքի մեջ, Եվ դուք խոստովանություն վեստող լինեք, կասկնակ ինչ եմ ասում, ու շատերը չեք հասկնում, ուրեմն կինը տղամարդի հագուստ պիտի չհագնի, կինը մինի յուբկա պիտի չհագնի, լղզե, իր մարմնի ամեն ինչը գծագրող շորեր պիտի չհագնի, ինչ հագնում է վերջում թուլուլիկ շորերով պիտի ծածկի էդի, հագուստով տկլոր է շատ քուրեր, ազատ եկեղեցիներում, կամ ես գծագրած Սունկի ասում է աղանդավոր կը, սունկի բերանից պտի աղնեմ, տես չի, գրված է 77 գրքանեի մեջ սրունքներըդ, հնչի չես երկարասնում մինչև կոճերը, որ Հիսուսը պճղնավոր պատմուճաներ ակե, դու հլը ծունկը բացեր ես, ասում ես միդի է, մինի չէ, ողպան միդի դվերեն, տե դվարդից է կորին է, միդի, մինի,
Եթե ծնկներիցը 10-15 սանտի նստած ժամանակ ցածր չի, հələ էլ ավելի, բայց գոնե 10-15-20, քո գրգռիչ տեղերը մեշոլ անհարմար նստելուց բացվում ու խայտարակ ես լինում։ Մեկ էլ դիմացի տղամարդը տենում ես աչքերը պլշած նայում այդ տեղերիդ, նոր վատ ես զգում, վատ իր զգում տանը նորմալ ակնեիր, խուժան, որ ուրիշին մեղքի մեջ չքցիր։ Եղավ ես հագուկապը շատ կարևոր է, որ մենք խոսում ենք, շատ ժողովուրդներ ասում են խիստ ատոր խոսքը, թող խիստ լինի, բայց բժշկարար լինի։ Էլի եմ ասում, թող իմ կնոջը ասեն սրբուի բոշա, որ երկար թուլուլի կահակ է, ոչ թե անառակ պորնիկ փաշա, բոշա եմ ես ընձի փագեն, դպաց, վիստավկի հանքես, վաճարի, մարմնավաճար, մարմնավաճարներն են բացում տեցի կռուգում չէ, մի տեցից տեղափոխեցին մեկիչ վերև, շարված են, եթե թե երկար թուլուլիկ մի հատ պարկեշտ հագուստով կին կագնի, ոչ մեկ չեն մտածի, որ էտի կասեմ պոդաբարա հայտնվե էտե, բայց ես մի խարիսմատի ասեցի, եթե ձեր քուրերը կագնեն տեցի կռուգում, յուրաքանչյուր կագնողն ասա քանի հազարով կգաս, որտեղ ինքն նման է այն պորնիկին, որը կագնած է մարմնավաճառություն անելու, եթե ապրանքը բացում են, վաճառում են, բացում են, պլպլացնում են խնձորը, բացած, պլպլացած, շարացած գումի շուկայում, մոտ կդր ասում ես գինը քանի սա, ծակում է, կանչում է, այս մեկ էլը փակ, ասում ենք էսի կարող է ավելի լավն է, ասում են դատերով է, չի վաճառվում, փակել են, որ աչք չգերի, ամեն, եթե դու փառք ասեն, քան էլ լավ ես, պլպլ ցրեք են, մեն հնարավորությունը կա ես թվին, պլպլացրել ես, բացել ես, կարաս պլպլացնես, փագես մենակ քո այրի համար, բայց որ պլպլացրել, բացել ես, մարմնավաճառ ես, դու գեհենի զավակ, կապ չունի քանի տարվա հավատացյալ ես, կապ չունի քանի ինչ գործ ես անում լիջերուի ես, կաբլուկավոր, դու անառակ ես կակավելով էլ բեմի վրա քայլում ես, որ հետևել լավ ժխշես, որ սաղ եղբայրները բեմի վրի ստենան ու խելքները գլխներից գնա, դե գնացեք հակեք կաբլուկները ու կարճ շորերը, ընձել դատեք, որ ես ուղիղ անդիմանում եմ, Երեմիա 4:30-ը, որտեղ շատ քուրեր չեն հասկանում այդ երկար հագնելը ու կարճ հագնելը ինչ է, եղբայրներ կան, որ կլուկներում ելել են, իրանք բար ես չեմ ելել, մի անգամ էլ չեմ մտել փառք Տիրոջը, պատմում են, որ հենց այդ ձևին հագնում, որ մտնողին գրավեն, դե գնացեք գրավեք, Երեմիա 4-րդ գլուխ 30 խոսք, իմի տեսեք ինչ ասում քսվելու մասին, Երեմիա 4-րդ գլուխ 30 խոսք, իմի խիստ է իմ խոսքերը թող խիստ ու սուրբ լինի, բայց դադաստանի օրը չեք ասի, որ ասող չի եղել, ուշադիր լսեք, և դու եսի կապ չունես, քուրերին է վերաբերվում, եղբայրներն հաստատը տես չեն, կարող է մի հատ թիթիս եղբայրն էլ Եվրոպայի մունքերը փիդրի էլի, բայց ոչ ուրիշ թշիկներ են, գիտո չես գիտա ինչ անի, հա, եթե տարբեր LGBT համայնքների մեջ մտնեն կարող է, բայց քարոզիչներին եմ ես ասում, չեմ տեսել այտենց, ազատ եկեղեցիների քարոզիչներին չեմ տեսել էլի, որտես ներկվեն, բայց այս բոլորը վերաբերվում է պճբնվող կիներին, Եսայի 3-ը պճնվող կիներին, գնացեք նայեք, բայց ես շատ համարներ չեմ գրել, որտեղ շատ համարներով չէ, որ դու պետք է փոխվեք, եթե դու Տիրոջ հոգին ունենաք, երկու համար էլ բացատրեմ դու չեք անի, այսքան բացատրությունից հետո, որ դու քո դոշերի քոքերը բացում ես, Յապոգա հագնելով թևերիդ դոշիդ լխտիկ տեղերը ցույց ես տալիս այն տեղերը, որ տղամարդին հաճելի է, ու քո ցածրը բացում ես ու լսում ես այս քարոզը նորից բացում ես, ողբամ քո շնացող վրեն, դու նպատակով եկել ես, որ եկեղեցու եղբայրներին Բաբելոնի ծերերի նման որոգայթի մեջ գցես, ամեն, ու դու նորմալ այլ չունես գլխիդ, խեձե ու քշում ես, որտեղ քո այրը, որ նայում այդ ես բաց հագնվածներին ինչի մեջ անգնում, ու նայում դու դուս ես գալիս գործի ես գնում ու քո վրեն չի խոսում, բայց ի տղամարդա ողբամը տես տղամարդի վրա, դա տղամարդ չի, արդեն ֆեմինիզմի գաղափարը տե ընգերա առաջ, ոչ թե հավասարությունը, կին իշխանությունը, կինը հավասարվելով չի դնջանա,
Եթե հավասարությանը դու համաձայնվեցար, ինքը ղեկավարը դառնալու, հիշեք, կարճ օրերից հետո դու էլ չես զգա, նես կարպեցնի Դալիլայի նման, հսկա Սամսոնի գլուխը կերավ, դու առաջնորդը լալու մասին վարպետ են բոլորը, վարպետ, protože շատ կիների մոտ չի ստասում, որովհետև գլուխները նորմալ են, էլի, մեր քան անգամ բամփում են ընկնում ավոտ, ձեր դագոնի նման կոտրվում, էլ չի ասում են չստասվայսի, մենք բախտին ասում, մեր բախտը չբերեց խելոք բատ քշվող մորջոր ենք, էլի, սող կորոն ենթակա են, Երանի ընկնոջը, որ կորա, այրը ու չի լսում իրա սխալ խրատները, բայց իրա բոլոր բարի խրատները լսում, հարգում, հələ շատերն ասում են կնիգնա քշում, թո քշի, բաշարում քշում ա, դու բաշարիր, դու քշիր, եթե կինը կորցավ քեր, ղեկավարեր, էլի, իրա ուզածոներ ուրեմն խելք ունի, թո դու անեիր, ամեն բդու ինչի չէիր ղեկավարում, բա քո տղին ինչի դու չիր կանում ղեկավարիր 18-20 տարվա ծնողի, եթե կինն եկե 5 ամսում կամ 5 տարում ղեկավարում ա, ուրեմն քեզնից խելքով ա, թո քշի, տղետ էլ թողում ա, թո քշի, թո ղեկավարի, ամեն կարևոր իրար չբսկտեն, կարևոր իրար սիրեն, հարգեն, կին իր չափը ճանաչի, եղբայրն էլ իրա, ամեն, եւ իրա սիրո երեխները տարածվի սաղ ընտանիքի մեջ, երեխեքը տենան, հրապարակները, բարեկամները տենան, իրանք էլ գան, հավատացյալներ դառնան, ամեն, հիմա տեսեք 4-րդ գլուխ 30 խոսք, եւ դու ինչ պիտի անես ով ավերակացած, որ ծիրանիներ ես հագնում եւ քեզ ոսկի զարդերով զարդարում, տեսաք, որ լայն բաց ես անում ծարույրոտ, ծարույրը քսվելիքն է, աչքերդ, ուշադիր զարդարանք եւ ծարույր դրած, քշված, թշիգները ներկած կին, նորից եմ կարդում, այդ տեղը, զուր ես քեզ գեղեցկացնում, ասեք մեկը քսվում է, որ տղեղան է, մեկ քսվող, պճնվող Եզաբել, թող անձի ասա, ես քսվում եմ, որ տղեղանամ, որ մեկ ինձ չնայի, ներ հակը, հակառակնա դու քսվում ես, որ գեղեցկանաս, ու մի քանի 50 տղամարդի գերեսդ է, դե թո զանգեն ասեն չէ, դու սխալ ես, ես հատուկ քսվում եմ, շատ գեղեցիկ եմ, աննման գեղեցիկ եմ, ես չեմ տեսա աննման գեղեցիկը քսվի շատ, բնական գծագրած, գեշերը, պսկոդները, վերք ունեցողները, վերջը, ծասկում են, որ իթան կույսի տեղ անցնեն, եղավ, որ գրավեն դիմացի տղամարդում, բայց քսվելուն էլ ծև կա ձեր տունը շինվի, կաճում եք ձեզի, կաճում, բայց հիմա եմ հասկանում, որ գաճում են, որ ծալքերը փակվի, միա ծիծաղեցիր է ծալը պասվում ա մեկը, ամեն թափում, հետի պատ չի, հետի պապուկ միսա, մեկն էլ շշկրվավ, ամպուրեց, կաշվավ, ինչ կա լղվում թշերի, ներքոր չեն կարում, պրտեն մոքրենք հետի վերավից, հասկնում եք, ծև կա, հետուն հասկցավ, կրեմ մեկ իչ քշում եք, ձեր մարմինը փափուկ պոել մար, հասկցանք, բայց դուք երանք գծիկներով ներկում եք, դու Բաբելոնի անառագն եք, դու ես Եզաբելն եք, եւ դու ինչ պիտի անես ով ավերակացած, ով որ ծիրանիներ ես հագնում ու քեզ ոսկիով զարդարում, հեսա կհասնենք կուրքերին, որ լայն բաց ես անում ծարույրոտ, այդ քսված, այդ շպարած, աչքերդ, զուր ես քեզ գեղեցկացնում, գեղեցկացնելու համար ագիրտն ասում էտի անում ես, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիտ են ուզում, ու հայտնության 17-18 գլուխները գնացեք ընթերցեք, եթե ժամանակ կլինի ես էլ կկարդամ, որ Բաբելոնի անառակ իրան քսել էր, զուքել էր, զարդարել էր, եւ ասավ իշքան փառավորեց ինքսինք, այդքան տարապանքու ցավ թափեք գլխին, դե թո ցավերը թափի գլխիդ որ ուզում ես, որ ասում եք մի օրա որ ցավերից զերծ մնաս, չես հնազանդում, ցավերն ա գալում թափում գլխիդ, հասկանում եք դու ոչ մի աստվածաշնչյան սրբուի չի շպարվե, ոչ միտեղ գրած չէ կինոն, որ
տալում են նշանց, որ Սարային տանում է Եգիպտոսի փարավոնը։ Հա աչքերը քսում, ընկախ մենա ծերվի սև մատիտին քսում է ու պրոշները ներկում է։ Հենց հասնում է Աբրահամին, ասես, բայց եմ թքում է, չեմ էլ տեսել մաքրում է շուշուտ Սարայի աչքերը։ Որտեվ դա սրբուհու կերպար չէր, դա պղծուհու, պորնիկի, անառակի, աշխարհիկի կերպար էր։ Հասկացաք, հələ թե մի հատ անխել քարոզիչ ենոր քարոզում է, Եստերի յուղերով օծվելը ու մաքրվելու թեշտերը, պիտույքները, սարքել են քսվելիք, ասում են Եստերը քսվավ, պճնվավ, դե թող գրված լինի շպարվավ, անխել քույրիկ, երկու տեսակի այդ յուղերով օծվելը Սուրբ Հոգու մկրտության ու հաղթության խորհուրդն ունի երեկոծության, որ դու Սուրբ Հոգու անուշահոտ յուղերով պետք է օծվես, որ ասվերոսը քեզի հավանի եւ ընտրի, ամեն։ Ոչ թե դու էդի սարքեք քսվելիք, դու չես գիտա պիցիկուր արեք, եսի ինչ արեք, եղունգ դրեք, թարթիշները հանեք, երկարը դրեք եւ ասո արարչագործությունը ավիրեք, ասեք բրակեշին է Եհովա։ Մենք Եվրոպայեն Բաբելոնի պորնիկի կշտից լավ բան ենք բերել, թարթիչ։ Դու մեզի դրել ես 5 միլիմետրանոցը, մենք 15-ով ենք գեղեցիկ, 15-ով Բաբելոնի անառակին ենք նմանվում, իսկ բնականով 80 ես նմանվում, ամեն։ Այդ բոլորը սատանայի հորինածն է, ոչ մի աստվածաշնչյան սրբուհի չի պճնվե, գրված է Աննա Մարգարեին սաղոր քսվելիքները ձեռին տաճարում քսվում էր, որ գրավեր տղամարդկանց, ինքը կուշտ էր, ամուսնուց, 7 տարի մնացած էր եւ մնացած օրերը որբեվայրի ծառայում էր տիրոջը։ Ումն եք նմանվում դուք։ Գրված է Մայրամը տաճարում սաղոր քսվում էր, հատուկ սենյակ ուներ քսվելիքների։ Մտնում ենք ձեր սենյակը մանիկյուրի ու եսում ինչի դարդից տեղ չկա, այդ իշտա է կորել լցել։ Ու դուք ասում եք, որ մենք սրբուհի ենք, դու աշխարհասեր եւ շնացող եք։ Եվուները դնում են, տոնածառեն նկարում վրեն։ Էդ էլ է Հիսուսը պատվիր է։ Հրետոսները վտո ժամանակը, դու պատկերացնում եք շաբաթ մեկ ինչքան ժամանակա ծախսում այդ գունափոխման վրեն։ Ժամանակը ծախու առորերը չար են ու դու գրքին աղոթքին վերևը կարդացինք, ամեն։ Նորից եմ կարդում, եւ դու ինչ ես անում, եւ դու ինչ պիտի անես ով ավերակացած, որ ծիրանիներ ես հագնում, եւ քեզ ոսկի զարդերով զարդարում ես, գնանք զարդերին արդեն, որ լայն բաց ես անում ծառույրոտ քսված աչքերդ, զուր ես քեզ գեղեցկացնում, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիտ են ուզում։ Թող մեկ քույրընձի ապացուցա, որ ինքը չսիրունանալու մարա քսվում ես, ասեմ քսվի։ Ապեր ես չափից հավել գեղեցիկ եմ։ Շատ տղամարդիկ են ինձ նայում, մրերը պրտում եմ, որ երեսս մրեմ, թարս բան փախչեմ, թեյրան փախչեմ, որ չճանաչեն։ Ատես ինչ կա, ով սիրուն է, մեկի չեն հպարտեսեց, դեմքը իրան ցույց տալով մանա գալիս։ Չկա մեկը, որ տգեղանալու մար քսվի, ամեն։ Բոլորը քսվում են սիրունանալու համար։ Էդի 99%-ը կասեն այո եւ ամեն։ Իսկ սիրունանում ես ում համար, որ քո այրը չի ուզում, քո պեսան չի ուզում։ Սիրունանում ես, որ լավ, շնացող պորնիկ ընկերուհի դառնաս։ Գան ու քեզ տանեն, սիրահարվեն քո վրա, հետևիցդ ընկնեն, քո մասին խոսեն վատ թեմաներով։ Հիմա ընթերցում եմ Ռոմիացիների, եկանք նոր կտակարանենի 9 ուխտ, հիմա եկանք նոր ուխտ, Ռոմիացիների 12:1-2, ժողովուրդ այնքան պարզա գրած, մենակ հակառակության ոգի պետք է ունենաք, որ մերժեք եսի։ Արդ կաղաչեմ ձեզի եղբայրներ Աստծոյի ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ Սուրբ Աստծոյի հաճելի։ Մարմինը ասելով խո չի ասում գնա պարկի զոհասեղանի վրա վառի։ Մարմնի կրքոտ ցանկությունները վառի, Տիրոջ օրենքները ընդունելով եւ Տիրոջ անարգանքի կրակներով անցնելով, ամեն։ Ձեր մարմինը մարմնից է բխում, մարմնի ցանկություն, կկարդանք Հովհաննես, աչքերի ցանկություն եւ այս կյանքի այլասերված եւ ամբարտավան արարքներ, հոր մեջ են
երկնքեն չեն, վերեն չեն, հապա այս աշխարհեն են։ Հունքերը ով է փիդրում շատ, սրբույները թե աշխարհը։ Թարթիչներն ով է դնում ու լամինացիա անում, աշխարհը թե սրբույները։ Ինչ լամինացիա, ինչ թազը թարթիչ են ժամանակ։ Մենք նույնն ենք երեք այսօր եւ ավիճան։ Աստված նույնն է երեք այսօր ավիճան։ Մենք ասելով սուրբերը նույնը պետք է մնան, աշխարհը կտկլորանա, աշխարհը իշկանի, աշխարհը գլուխ կթրաշի, հունքեր կփիտրի։ Դու նույնը պետք է մնաս, որի համար գրված օրենք կա։ Որի համար գրված չկա, դու մի արա, ասում թևի տակը մաքրել մեղ կա, տո քե ինչ, դրա համար արգել կա, չէ, բրծանք, կուզականի կուզա չի անի, մարկա պրճոտա մաքրում, մարկա ջուրի չի մաքրում, ընցի պետք է քիթս խոթ է բտե, գրած օրենք չկա, էդ հողանեխի խոտը գլուչի տոնը կողի կուրերին, լավ չէ մաքուր առաքինիա, դրա համար գրուկ չի, բայց հունքերի համար գրած է, Ինչը գրած չէ, սիրելի քուրեր եղբայրներ, արեք։ Ձեր ամուսնական ընտանիքին էդի օգուտա տալիս, ձեր սերը վայելելուն, արեք։ Բայց հաստատ հունքեր փիդրել սեր վայելելու հետ կապ չունի։ Թարթիչները կռցրել լը կխանգարա սիրուն։ Հասկանում եք։ Էդի աշխարհասիրության համար, որի համար բանա գրած օրենք։ Երկինքից էլ ռեշտակ իշտի ասեք ետիս գնաս սատանա, չենք ընդունում, Հիսուսի կերպարով էլ գգա, կոսա արա, օց եկավ ասավ կե, չես մեղան չի ամեն, բտի ասեր ետիս գնաս սատանա, լավ Եվան ենքավ սատանային չեր ճանաչում, չեր հասկնում, միամիտ էր, բա դուք էլ չեք ճանաչում, դուք էլ չեք հասկնում, որ ի մարմնի կրքերն են քեզի մղե դրան, Դնեմ, սոնրեմ, գծագրեմ, մի հատ կալի բանեմ, հունքերս կալիբով դզեմ, դու ձեր տունը շինվի, հունքելի քեզի օյրը ծիր է օրը, վարկովը ծիրա հարեցրա օյրիտ, ամեն, քո հեզ ու խոնար վարկագծով ինչը կարդացինք Պետրոսի թղթի մեջ։ Արդ կաղաչեմ եղբայրներ, Աստծոյ ողորմությունով, որ ձեր մարմինները, մարմնի չար կրքերը, Ասո խոսքին հակառակ բոլոր չար ցանկությունները, կենթանի զոհանեք, ողջակես, լման ողջակես, կիսատ ողջակես Աստված չեր ընդունում, մեղքի պատարակ, անձի ողջակես, նոր մոտիկացի հաղորդության խաղաղության զոհից ուտելու, ամեն, իսկ եթե քո անձը ողջակիզված չի, դու այն առակ իրավունք չունես սուրբ սեղանին մոտիկանալու, Դրա համար անարժանաբար ուտելով դիվահարվում ու ցավագյար եք դառնում եւ շատերը էլ զարկվում մեռնում են։ Պարզա Աստծոյ ողորմությունով որ ձեր մարմինները ընծայեք կենթանի զոհ Սուրբ Աստծոյը հաճելի, որ ձեր բանավոր պաշտոնն է։ Հələ մտածեք Աստուն հաճելի է Աստվածաշնչյան օրենքներով քայլելը թե աշխարհի այլասերված այդ Եվրոպական կերպարն ընդունելը, բոլորս էլ կասենք Աստվածաշնչի միջինն է Աստուն հաճելի, ամեն, առաջի դարի սրբերի կերպարը ընդունեք, ամեն, շորերը թո եվրոպական լինի, շորերը թո նոր լինի, բայց արտաքինդ տարբեր աշխարից, ամեն, փակ և բնական, ամեն, չքսված, չպրտված, Հոկաժները տորթեն 10 տեղով են ծոքում, 5, 7, 5 տեղը, եթե ասում պետ լիներ, մի հատ գոնե կծակեր քո ականջը, բայց ես եկե դմեն աղջիկները, թեկուզ արդեն տղամարդել եմ տենում Եվրոպայեն եկած ծակրտածա, բայց մեծամասնությունը անում են աղջիկները, ամարակալում, հələ կտեստեք աղջիկների ակուստը, տղերքի ակուստը, վայ Եվա, Ադամին կործանեց Եվան, Սամսոնին կործանեց Եվան, Դավիթին գցեց մեղքի մեջ Եվան, որտև Եվան աշխարհասեր է, Եվան ավելի կրքոտ է, անապաշխար Եվաները, դրա համար էլ պետք է մենք լսենք կիների ասածը, բայց անենք Աստծո ասածը, գրքով ասենք ամեն, կանենք էդի, ավելի կշատացնենք, գրքի հակառակը քաղցրես, տրաքես, պայթես չեմ անի, Եթե հետով կմտածել դու ինձ չես սիրում, Սողոմոն որ ինձ սիրես խուն կծկես ես կուրքին։ Այո, եթե տենց ես բացարձակ վրեջ չեմ նայի,
որ դու ուզում ես ես քեզ սիրելով ասուդեմը հակառակ նզով մեղքի մեջ գնեմ ու նզով բերեմ թագավորության վրա։ Չեմ սիրում քեզ, անգամ կբաժնվեմ քո նման ապստամբ կնոջից, ամեն, եթե շարունակես։ Չեմ էլ ամուսնան, այսպես կուշտեմ, եթե քո նման պետք է հակառակորդ լինի իմ կողակիցը։ Իմ կողակիցը Սեփորայի նման ասուն սիրող պիտի լինի, որ Մովսեսի կյանքը փրկեց ճանապարհին։ Ճարպիկ իմաստուն, չթողես որ նզով գար Մովսեսի եւ Մովսեսի երեխեքի վրա, ամեն։ Թեկուզ Հեթանոս էր, բայց տեսեք Մովսեսը ոնց դաստիարակեց Տիրոջ օգիով։ Բան չգիտեր Եհովայի ուսմունքից։ Բայց տեսեք կարճ ժամանակից հետո Մովսեսից լավ բաներ գիտեր։ Իմաստուն ճարպիկ կին էր, որ հովություն էր անում, նախքան Մովսեսը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը։ Հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, ուշադիր, որպեսզի քննեք, թե ինչն է Աստծո կամքը, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Ընձի ասում են մեղելի մարա գրված, որ ունքերը չանես, մազերը չքանդես։ Աստծո ժողովուրդ մետեղ գրված է պաշտամունքի գնալու համար դե ունքերը փիտրեք։ Ես միտեղ գտեր եմ, որը դե գրած է չանես, բայց կարար գրեր բացի հարսանյական օրերից, բացի պաշտամունք գնալուց, բացի խոսքի քո հարսանիքի օրից։ Գրած չի մի ավելցրա, գրած է որ չհանես, որտեղ այն ժամանակ սքավորներն շատ օփերից լում ու փիդրում իրանց, ամեն։ Բայց դու անում ես ու տատու ես անում եւ քո վրա կատարվում է օրինացի 14-րդ գլխի զանցառությունը, որ դու ըստ Աստծո կամքին հակառակ անում ես, ասում ես դե չեմ վախենում, քո օրենքը իմ համար արժեք չունի։ Իսկ որ դու Աստծուն սիրես, նրա օրենքները կպահես, ամեն։ Ահա թե ով է Աստծուն սիրում։ Ու հասկացեք իմի կարճ հագնելն է Աստծուն հաճելի, թե երկար։ Լավ չկա գրած, բայց ասում եմ քննեք, թե ինչն է Տիրոջը հաճելի։ Ու կցորդմի եք խավարի անպտուղ գործին, հլա հանդիմանեք։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ բացակնելը գրգռիչ է։ Անգամ կինը երբ իրեն բացում է իր այրի դեմը գրգռում է։ Ժուշկալային խելքից խանում է, ամեն։ Էլ ուր մնաց, որ մարդը ծարավ է ու բաց տեղեր է տեսնում։ Գնաց էտի անջդվում, էտի կայ թաու վթարի ունենա ավտոմեքենայի միջից տեն այդ բացերին։ Ասում են ամառներն, սկսվա վթարերը կշատել, հեն չի կիները բացում են իրանց, խելքից խանում են, հա։ Նկարածին մի ավտոբուսի շոֆեր թող է ռուլես ես պալշած նայում է տկլորներին։ Դե բնականաբար արդեն անուշադիր պետք է քշես մեքենայի մեջ մագնիտոֆոնի զվուգն ենք բարձրացնում, զգում ենք հայ վթար ենք ունենում։ Էլ ուր մնաց գլուխը անջդվի ուղեղը հետը ու մեքենա վարի։ Եվ տենց էլ լնում է։ Բայց հոգևորը խավար աշխարհից չտարբերվի, Եհովայի զավակը փարավոնի ժողովրդից չտարբերվի, դրա համար էլ փարավոնի հարվածները քալում են նույն սուտ իսրայելացիների վրա։ Իսկ եթե նրանք սրբույներ լինեին ու Աստծո օրենքի սիրահար եւ Աստծո սիրահար, փարավոնի ժողովրդին կգտներ հիվանդություն, բայց Աստծո ժողովուրդը կազատվեին, ամեն։ Ասավ ես տարբերանշան կդնեմ իմ ժողովրդի ու քո ժողովրդի միջև։ Նրանք կզարկվեն եգիպտացիները, բայց իմ ժողովուրդը չի զարկվի, ինչու, որտեղ նրանք Եհովայի ծառաներն են, նրանք հոգով ու ճշմարտությունով պաշտում են Եհովային, նրանք աշխարհից տարբեր են եւ սուրբեր ու սրբույներ։ Հիմա տեսեք շնացող բառը հարց տվեք ձեր հետ կապ ունի, եթե դու ուզում ես շնացող աշխարհին հաճեցնես, դու շնացող ես։ Եթե ես ուզում եմ Տեր Հիսուսին հաճեցնեմ, ուրեմն ես Հիսուսի ծառա եմ, ամեն։ Հիմա հարց դու քո ակնելով, քո քսվելով, քո տարարքով ումը մարես, ումն ես ուզում հաճելի լինես։ Շատ անգամ որ խոսում եմ քուրերի հետ կամ աղբերին, ընձի սենց հաճելի աղբերս ընձի դմերնի, ընձեր շատ բաներ հաճելի, շնալալներ հաճելի, գողանալներ հաճելի, տալիսի յոկոգերի մարդուատամները թափում էր բերանը, դա էր հաճելի, դե արի մի մատել յոկոգերի քեզի անեմ, ինձ հաճելի է։ Հաճելի դմերնի, մենք եկել ենք, որ մերնենք Քրիստոսի հաճելիները Քրիստոս մեր միջից անի։ Ընձել է դա հաճելի, արի շնանանք իրար հետ, ես խիստ շատ սիրում եմ դա, անցյալում սիրել եմ դա, ամեն,
Գողացել եմ, արի գողնանք, արի մարդը սպանենք, բայց չէ որ չի կարելի այդ բաները։ Մենք եկել ենք, որ ինչը որ աշխարհիստեր չի կարելի լինի, ինչը որ Աստվածաշնչով է կարելի լինի։ Մեր բոլոր չար ցանկություններից հրաժարվենք, որ շնացողի պիտակը մեր վրից հանենք, ամեն։ Տեսեք, Վիրևն ասում է, ուրք են պատերազմները եւ ուրք են կռիվները ձեր մեջ, Հակոբոս 4:1-4 ընթերցեք։ Ձեր չար ցանկությունները ի կատար չիացվում կռիվ եք անում, ամեն։ Կռվում եք սուրբերի հետ։ Հիմա տեսեք, ուրք են պատերազմները, ուրք են կռիվները ձեր մեջ։ Չէ որ ձեր ցանկություններ են, որոնք ձեր անդամներու մեջ կպատերազմեն, կցանկակ ու չունիք, կսպանեք ու կնախանձեք ու չեք կրնա ձեր ուզածին ասնել։ Եթե դուք չեք ասում Աստված խափանում է, ուրեմն ատիկա ձեր ուզածն ու չարիք ամեն։ Հնարավոր է ասո ուզածը Աստված չկարա ասցնի քեզ, չհավատաս։ Դրա համար ասա Տեր, իմ ուզածը մի արա, քո ուզածը հաստատա իմ կյանքում, ամեն։ Հիմա տեսեք շնացողներիսի բոլոր ավատացյալներին է վերաբերվում, որ անալիզ անեն շնացող բառը իրանց հետ կապ ունի, թե չէ։ Շնացողներ չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյի դեմ թշնամություն է։ Ուստի ով որ կուզե աշխարհին բարեկամը լալ, ինքսինք Աստծուն թշնամի անում։ Հիմա բերեք քննենք, ով է ունքերը շատ հանում, շպարվում, ներկվում, մազերը տարատեսակ գույներով ներկում։ Աշխարհը թե Աստվածաշնչյան սուրբերն ու սրբույները։ Աշխարհը։ Եթե դու տենց ես, դու աշխարհիկ եւ շնացող ես, արդարացում չկա։ Դու շնացողի եւ ասո թշնամու դատաստանով արդեն դատված ես, որ դու նման ես աշխարհին։ Ով է իրան բացման եկե, Աստվածաշնչյան սրբերը, Հիսուսը, թե աշխարհը, աշխարհը։ Ուրեմն եթե դու ակնում ես գրգռիչ թափանցիկ շորեր, կարճ յուբկաներ, ծնկի ծայրից, որ նստես իշկա չկա բացվում է, նույն մինին է դառնում։ Ու չես հագնում մինչև կոճերդ փակ շորեր, գոնե մինչև սրունքներդ, դու աշխարհիկ եւ շնացող ու թշնամի ես ասում։ Եթե դու հագնում ես այս շորեր, որ պորտը տսես ցույց է տալիս, հələ կայնում ես սենց հայելի մոտել ես կողերի մսիգները տենաս երևում թե չէ, ու դու դուզ լավ ես զգում, չակնես էլ դու աշխարհիկ եւ շնացող ես։ Բայց եթե հագնում ես թուլուրիկ պատմուճաններ, ասում ես Տեր ջան, հանկարծ իմ բարեմաստությունը մեկի աչք չծակի, հələ ուրսնում ես սենց որ ցույց տաս, դու շնացող ես, շնացող։ Ինչքան կուզես քե պաշտպանա, շնացողի եւ Քրիստոսի թշնամու պիտակը վրետա, կույր, քո այրնետի ունի կուշտա, իսկ այն որ ամուսնալուծված է, ամուսնացած չի, դու հասկանում ես ինչ դիվա հարվեցնել ես, ինչ գժվստել ես գժվստում ըտում։ Դրա համար էլ եկուց բռնում են, պղծում են, ասում են, ես ինչ է լավ, թուլուրիկ շորեր ակեք, որ քրիստոնյային վայել է, որ քո մարմնի այդ գրգռիչ տեղերը փակ պահի, սլաքավոր շորերը շպրտեք, եթե չեք կարում կարեք, որ սլաքը տանում է դեպի բաց տեղերը, գրգռիչ տեղերը, պրարեխով շորերը, որտեղ է տանում սլաքի վերջնակետը, այդ հենց ուսումնասիրում է կրքոտ մարդը։ Ասենք էլիս է բացատրեմ ձեզի, ուսումնասիրում է ու ծարավա քո հետ շնանում է։ Դրա համար քրիստոնյա քույրը միշտ պետք է հագնի կլոր վզով կիների պատմուճանները, թեկուզ տղամարդկանց սուրուրիկ չի ելե, լրիվ փակ, մինչև կոկորթը, լավ իմի չեմ ասում կոկորթը մինչև ակի, գոնե դոշերդ կլոր ակի, այսքան երկար, 30 սանտի, 20 սանտի, բոկից մինչև կուրսքի քոքերն երևում է, հա դե մի հատ էլ խաչ առե, եթե պետք է կախի, հենց դիտավորյալ այսօր մեջքը վարդե տոտո է առե, երևի շորն առե, գնաց այդ գծագրով տոտո է առե, որ տատոն երև ցնի թանկը $100 փողա տվե, վարդիկա տոտո առե մեջքին, դոշիկին, պետք է բացի, որ փելփլան կրծքի վարդը տեսնեն, կուրսքը սրտով ամփուրեն։
Հասկանում եք այդ բոլորը նկարելը մարմինը պլպլացնելը մարմինը գրավիչ դարձնելու համար է։ Ասեք չէ որ գրավիչ դարձնելու համար չլներ, ինչ կա փակ կմնար, հա։ Եթե օրերս էդի քո այդի մար, ջանդեմ թե վարդ չես տպե դոշիտ։ Փակա դե, բան չես բացում, որ դառնաս շնացող եւ անառակ, ամեն։ Մի աղբերից ես, որ ամայրա հայայի ավտովը թարպտի ունենար, մեր եկեղեցուց էր դուս անեցիք։ Այդ կինը վախենում ա դեմը նստած էլ, ասում ա, ու ես ինչ էլ ասում ա, որ քեզ չբացի, դնձեր ես օրը չիր կցի։ Հասկացաք, հիմի խոմենը տես չեն արտա հայդվի անկեղծ։ Դու շնացողն էր, չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյի դեմ թշնամություն է։ Ուսիով որ կուզի աշխարհին բարեկամը լալ ինքսին կասում թշնամի կնե։ Հնչի ես չեմ եթում իմ մորուքի սպիտակները ներկեմ։ Բե 50 տարեկան պապի եմ արդեն։ Բե ես կարամ Արմանի սևությունն ունենա իմ մորուքը։ Նրան պետք է լրիվ սև լինի։ Իմը սպիտակոտ։ Հələ որ եմ 60 տարեկան լուսիկի մազերի պես ավելի սպիտակ։ Իթամ ներկեմ ստեղս լրիվ որ եմ չորնի։ Չի հարգվի։ Մտնողը չի ասկնա, Արմանն ավակը, թե ես։ Այդ որ տերը սպիտակացնում է, սպիտակությունը հոգևորը սպիտականու խորուրդն ունի, որ դու ծնվում ես սև մազերով, հասունանալով սպիտակում ես Քրիստոսի բուրդի պես ճերմակ մազերն ես ընդունում, ամեն։ Անգամ այն նարեկացին, որ ինքերն ասում է, ես կարոտում եմ մեր մանկությանը, նարեկացին ասում է, ես էլ կարոտում եմ մեր ծերությանը, թե երբ պետք է ծերանամ ու գնամ Քրիստոսիս միանամ, ամեն։ Հիմի դու երիտասարդության տես կարոտում պճնվելով, թե ծերանալուտ։ Ես ասել մարդը կուզա ծերանա 2 տարի, 78-ին ասի 80 տարեկան ես կռիվ որավ խեդես։ Հասկնում ես, 2 տարի էլ դու ծերացրիր ընձի։ Էդի իշնա, էդի եսնա, դե 80-ը լսում արդեն մեռնելը մոտա, չէ։ Հասկանում եք, ես ասել մարդու մար մի ամիս էլ դու իրանը որ ծերստես տարապանքա։ Բայց հոգևոր մարդու համար, որ սպիտակ մազերով, երկար մազերը ճերմակ, մորուքը պապի նման ճերմակ, չէ։ Պատկերացեք 90 տարեկան պապին էդ մորուքը սեր չորնի ներկա։ Էդի չի հարգվի ժողովուրդ, դա շնություն է, մազը կներկես, աչքերը, մորուքը կներկես, հունքերը կփիդրես, ինչ կանես կպլպլանաս, աշխարհի համար ես եթե անում, հա կարող եմ մի հատ վեր կլնի դու մատ կարեմ քսես փագես էդի, հասկացանք էդի պլպլալու համար չի, որպիսի հարց չտան վերջը կամախտ ունես վրեդ մինչև ապաշխարես, էդի ես Աստված սրտերին անայում, բայց որ քո սիրուն թշերը նոյից լղում ես, ես երագույն բանի, երագույնի գույներ ես հանում, զոլ ժամերով պորապում ես, մի հատ պտի կսես են խտակի գույնը, կիսիս պտի ներկեսինի, վայ մեկիչ ցածր էլավ, նորից ջնջես, թազա ներկես, հլը պատկերացրեք ինչ ալնում մի հատ քո հարսանիք կամ հանդիպման գնալը, վալլա է տայրի ամպերությանը, որ պտի ժամի հատ մոազեր պտի շուշուտ մերանք, ես կաշեն, ձգեն, հավքեն, չենք ամպերում, պատկերացրեք մարրեն ինչ կալ 3 ժամ կան երկվում եմ, մարրեն ինչ էլավ 3 ժամ նելավ 6 ժամ, դու հասկա, բայ էլ մատանիներից, եղևնիները, եղուններից, ծաղիգների գույները դուրես չեք է ջնջել եմ թազա եմ ներկում, այ քեզի բան, վալլա տան ծայրերին, հասկանում եք դա շնություն է, և աշխարհի սեր, և ասեմ իրանք տիրոջ հոգին չունեն շնացող և անառակ են, ուլը մի հատ էլ հանգարց մեկը շշկրվի, եղունգը խփիչ արդավ, գնաց պատերազմա, դու խաբար ես $100 փուղի տվե, ու կլա, հասկանում եք որ էդի ձեր կուրքերն է, իս սուրբ երեսին թքեն կմոքրել, ոչ, լղվածը ոչ սպարվածը, կմոքրի մատան ձերնոցիկով, կլվասի պրծանք, իսկ էլ գնա այդ շպարվածին ասա լավ թքած գնա մի հատ լվասվի արի, ոնց լվասվեմ, 50,000 վարի գնաց, տեսքս վարի գնաց, երագույնի գույները խառնվավ, կեթա խաղաղությունդ, կեթա, և ինչա որ դու այդ կուրքին այդքան ժամ ու ֆինանս տվեցիր,
Եվ դու դառար աշխարհիկ եւ շնացող, ամեն։ Շատ նյուանսներ կա, բայց ես չեմ ուզում խորանամ։ Դու թշնամի եք Աստծուն, շնացողներ, չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյ դեմ թշնամություն է։ Կարճ ասած, այն բանը, ինչը չի արել Աստված, դու անում ես, ինչը չի արել առաքյալը, դու անում ես, դու շնացող ես, ամեն։ Կամ լավ, մեր օրերում պետք է Աստծո փառքին ծառայում, էդի արա։ Բայց որ Աստծո փառքին չի ծառայում, դու էդի սիրում կրում ես, սիրում անում ես։ Դու շնացողի պիտակ ես ստանում ու թշնամի Աստծուն։ Շնացողներ չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյ դեմ թշնամություն է։ Ուստի ով որ կուզե աշխարհին բարեկամը լալ, նմանվել աշխարհին։ Աշխարհիկ կրքոտ ցանկություններին տեղ տալ, ինչ անում աշխարհը, անում ես դու։ Ինքսինք Աստծուն թշնամի է դարձնում, ամեն։ Դու թշնամի ես, իշկապ ունի քանի տարվա հավատացյալ ես։ Թշնամի ես Աստծուն, եւ անառակի պիտակը քո վզից կախած է։ Եվ վերջի մասը, ժողովուրդս այնքան են քարոզ է, պրոս հիմա մանրակրկիտ բացատրում են, որ սա վարդապետական ուղեցույց է լինելու։ Ինչու ենք էսի կանին մի պաշտամունքով վերջացնենք։ Հաջորդը կխոսենք կուրքեր կրելուց, թե ներքին կուրքեր, կարա բնավորության գիծը քեզի կուրք լինի, կարա ամուսինը սրտիդ մեջը կուրք դառացել լինի, զգուշմած կորցնելու ես, կարա զավակդ կուրք լինի, զգուշմած, կուրք, որը մղում է քեզի անխաղության եւ Աստծո խոսքը զանցանելու, կուրք նատիկա է ժողովուրդ, դե գնա քննա կուրքեր ունես թե չէ, կուրք, որ քեզի քու եղբայրների քույրերի հետ բախման մեջ է գցում, ամեն։ Դու դեմը սիրում ես էդի, 90-ը չեն հասկանում, 90%-ը, դու մերկու հատ քոնման անխելքի բռնել ես, նոր եք կատնակերներ, ասում ես ճիշտ եք, ճիշտը ոչ ես եմ, ոչ էլ դու, ճիշտը Աստվածն է ու Աստվածաշունչը, ու բաներ կա, որ երկնքից պիտի առնես նոր թույլ տաս, ամեն, ոչ գրքում է գրված, ոչ էլ կյանքում ենք տեսե, վերևից պիտի գա գրքի ամեմատ անենք, ամեն։ Հա եթե բոլորս այդպես լինենք, մենք երկինք կգնանք։ Հիմա տեսեք, առաջի Հովհաննես 2:17, 15-ը պարզ ասում է, ով որ աշխարհը սիրում է եւ աշխարհիկ որևիցե բանի համար իր խաղաղությունը զոհում է ու մեղք կա գործում, Տիրոջ հոգին չկա նրա հետ։ Նա դիվահար, կախարդ ու կռապաշտ է։ Եթե դու հակառակում ես սպասավորների միջի Սուրբ Հոգուն, դու կախարդ եւ կռապաշտ ես, դու էլ ինչ հավատքից ես խոսում, այ կախարդ վհուկ։ Առաջի թագավորաց 15-րդ գլուխ գնացեք ընթերցեք, Սամվելն ինչ ասավ հակառակվող Սավուղին, որ ընդամենը 2% էր ծռե Սամվելի միջինի ասած խոսքը։ 2%, հա։ Մի հատ ագագ էր թողե ողջ, մեկ քանի հատ էլ անասուն։ Սա դու Տիրոջ խոսքը չկատարեցիր, հնազանդությունը զոհից, լավ է, Աստծո ձայնին ակաշ դնելը, խոյի ճարպերից է, անհնազանդությունը կախարդության մեղքի պես է եւ ապստամբությունը կռապաշտության պես, Սավուղ դու Աստծո խոսքը մերժեցիր, եսի առաջինը չէ, արդեն վերջի կրնություն տեր, շատ ես մերժե, եւ Աստված էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես, կշռվեցար ու շատ թեթև գտնվեցար, Աստծո անոթները պղծելու համար, դու Աստծո անոթն ես, դու ընդունել ես Տիրոջ հոգին, բժշկվել ես, օրհնվել ես, որ Աստծուն փառք բերես, ինչ ես վեկալ այդ անոթու այլասերվատության մեջ օգտագործում, Կորինթացիների ուղերձում Պողոս ասում է, որ Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան ապականելու դժոխք ուղարկելով, Սարսափելի բան է, երբ դուք մերժվեք Աստծուց, ում կնեք նրա դատաստանի ձեռը։ Ուսումը սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռ ընկնել, ամեն, նրա բարկության տակ մտնելը։ Դրա համար մեր հանդիմանությունը, մեր հորդորները մի անտեսեք։ Աննպատակ ես ձեզի չեմ աղաչի, աննպատակ ձեզի չեմ հանդիմանի։ Ես տեսնում եմ գալիք փորձությունը։ Խնդրում եմ լսա, որ փրկվես, չես տիված քեզի պիտի անեն, որ փրկեմի օդ ամեն, կամ պիտի քո միջից մեղքը հանես, կամ քեզի պիտի հանեմ եկեղեցուց, ինչու, որ աքարի մեղքի պատճառով հոտը չտուժվի ամեն, հերեկ ընթերցեցինք, անիցյալ լինի մեղքը տենողն ու չհանդիմանողը, Առակաց 24-24-25, օրհնյալ լինի եւ Աստծո օրհնություն հանգչի եղբոր եւ քրոջ վրա,
ով մեղքը կտեսնի ու կանդիմանի, ամեն։ Հիմա ես չեմ ուզում դու քո պատճառով ես անիծվեմ։ Դրա համար հաջող չես Արման ջան։ Հաջող չես Տրթան ջան։ Գնացեք կմնամ մենակ։ Գիշեր-ցերեկ չեմ քնի, ձեր գործն էլ կանեմ, ամեն։ Բայց ես կմնամ ուղիղ։ Ես չգիտեմ Հեսուն ասավ ումը կպաշտեք, բայց ես եւ իմ տունը Եհովայի խոսքով են գնալու, ամեն։ Այո, գիտեմ որ լենը հեշտ է, լավ առաջարտներ կա, լավ փողեր կան դե, լայն դուրը, Բաբելոնի անառակի խումբը, ընտիրա, ավտոներ կստանաք, փողեր կստանաք, այստեղ աղքատ են, կիշկո է սա, ամեն։ Բայց քչի մեջ հավադարին մացողին, Աստված շատի վրա է կարգելու, էդ էլ ասեմ, ինչպես իմը տեսեք, փարտիրոջը 10-ից պակաս եմ, 1000-ից ավել եմ, ամեն, բայց մի ժամանակ ոչ թե 10-ից պակաս, 100,000-ից պակաս, ամեն, հիմի որ եկել եմ 10-ից եմ պակաս, չեմ էլ փափագում, ուզա այդ 10-ից էլ հարուստ կսարքի, բայց կարևորը հոգեպես բոլորիս բանցրեմ, ամեն։ Եվ ես եկեղեցու խստության ու սրբության որակի եկեղեցիը չեմ գտնում որ ման եմ գալիս, որտեղ էսի իմ եկեղեցին չէ, էսի տերնահիմն է, եւ օրորի սրբացնում է, խստացնում է, ում դուր չի գալիս դուրը հենա, սիրով կասենք հենա, ուզես մենք էլ բացենք ֆրանսիական մատակարարում մատուցանենք, պայուսակներ գցենք թևդ կամ դիպլոմատը թե Արման ջան տամ ձեռդ ասեմ գնա եղբայրստից, Այդպես կուզես անեմ ֆրանսիական մատակարարում, այդ էլ կանեմ, մենակ դու խաղությունով գնա թողնենք, հոսում պաշտենք հոգով եւ ճշմարտությունով, ամեն, իսկ 25 տարի որ պաշտել եմ հոտը օրորի ավելցե չի պակսե, բայց որակն ավելցե, ուրեմն դու ետ հասել մեն դու թանկ ես իմ համար, ասում ար, բայց որ դու եկել ես մեզի որոգայդ լարես, ուրեմն հաջող քեզի, ամեն, մի սիրեք աշխարհը, ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ տա ժողովուրդ, Սատանան պիտի մի բանով ցույց չտա, որ դու աշխարհի նման ես։ Եթե այդ բանը Տերը չի արի, ամեն։ Եթե մի բանը Տերը արի առաքյալներ արեք, արականեք։ Ասում է դացել մի քիչ առաքյալները բանին անում։ Ծո 40 օրով հաց շին ուտում։ Ոնխել որ աստեմ առաքյալների ասակին ես 40 օրը մեկ կուտեմ։ Հասկանում ես ծայրահեղությունից մի այլ ծայրահեղության են եթում։ Առաքյալները ժամ չկոպած, նույն չես կոպել։ Առաքյալները սենց արևի ժամացություն էին, ավազի ժամացություն էին, բայց ունեին ամեն։ Առաքյալների ժամանակ գազել չկար Սամալյոտ, որ այդ ժամով թռնում էր։ Հասկանում ես կա ծայրահեղությունից մի այլ ծայրահեղություն։ Եթե դի մարածը ծառայի մասով փարքին, ես կարամ էդի կրեմ, ես էդի անեմ, ամեն, նյուանսներ կա։ Բայց քո շպարվելը, քե բացելը ասո փարքին չի ծառայում, լավ։ Ուրիշին գրգռել մեղքի մեջ գցելը ասո փարքին չի ծառայում։ Դու մի ուխտերը կուլտու մշկուկների հետևից վազի, ամեն։ Ուրեմն մի սիրեք աշխարհին քան խորանալու բան կա, բայց չեմ կոր այդ բացատրի կողա մտնի ու լուսանա։ Մի սիրեք աշխարհը։ Եվ ինչ էր որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են ժողովուրդ։ Շատ բան աշխարհն անում ու սիրում, ամեն։ Շատ դու դրասկի հազիվ 5% անես, ամեն որը ասո փարքին պետք է ծառայի։ Նայել մեքենա ունի դու էլ ունես, առաքյալներն էլ կարգ ունեին, ամեն։ Աբրահամը ուխտեր ուներ, Հոբը ուխտեր ուներ, բայց ումն էր ծառայում էդի։ Քո կրքո ցանկություններին թե ասո փարքին։ Շատ բան կա, խորանալու էս մի համարը որ բացատրեմ 3 ժամ կտևի։ Բայց կարճ ասեմ, բոլորդ էլ գիտեք այսքան խոսակցությունից ումն է վերաբերվում էս։ Մի սիրեք աշխարհը ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկ աշխարհը կսիրի անոր ներսիդին, հոր սերը, հոր սիրո հոգին չկա։ Հա դու ասա ես սիրում եմ Հիսուսին։ Բա որ սիրում ես ինչիրա պատվիրանները չես պահում։ Հովանես 14-ը գնա 15-ը կարդա, 21-ից 23-ը կարդա։ Ով որ ինձ սիրի, իմ բոլոր պատվիրանները կպահի։ Գրված չէ քո գրքում։ Ես էլ ասում եմ դու ստախոս ես, դու չես սիրում Տիրոջը, որտեղ էստեղ մեծ մեղքեր ես գործում ու չես խղճահարում։ Ես կարամ ասեմ դու Աստված չունես բացարձակ։ Ամեն դու լսել ես ասում մասին ու հեռացե։ Եթե մեկ աշխարհը կսիրի անոր ներսիդին հոր սիրը չկա։ Քանզի ամեն բան որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն է, մարմնի գրքից չէ, մարմնի կրքերից է բխե։ Ինք իր մարմինը չի կարում սանձի, կրքոտ օրենքներ է հորինում։ Մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն։ Ու այս կյանքի ամբարտավանությունը հոր մեջ է,
Հապա այս աշխարհեն է։ Աշխարհս էլ կաստի անոր ցանկություններն ալ, բայց ան որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա, ամեն։ Ով որ Աստծո կամքը կկատարի, ով որ հոգիով ու ճշմարտությունով Աստծուն կնազանդվի, ամեն բանում կասի ես ու դու լանք սուտ խոսքը մնա ճշմարիտ, ամեն փորձության մեջ կասային նզոված ես Աստված ունեմ, այսօր կաս վաղը ծնդելու ես, ես խաղաղ պիտի մնամ, ամեն, մեկը իմ Տերը կենթանի է, իմ հարցը լուծողը ամենակարողը։ Այո, միշտ ասել եմ, հոգսին ասեք ես Աստված ունեմ, ամեն, ոչ թե Աստված ես հոգս ունեմ, բայց ույս էլ չունեմ որ դու անես էտի, այսեն ծիկետում ասում ոտ։ Ու գնում եք ասում եք գիտես սատանա կամել պոզերով այն ընցել եմ բակենում դու պոզերից։ Իսկ այդ պոզավորին ասեք ես Աստված ունեմ այն նզովվես դու։ Հեսա կտեսնես պոզերդ ոնց է ջարդելու եւ այս քրոջ միջից, այս հիվանդի միջից վտարելու քեզ։ Ու գնում ես Գողիաթին ընթառաջ։ Ինչա կատարվում։ Հեղեղատից հավաքած քարերը, մի քարը դնում ես Պարսատիկ աղոթքի մեջ ու վազում ես թշնամուն ընթառաջ, ամեն, եւ Պարսատիկ աղոթքը պատտեսնելով, քարը մխրճվում է Գողիաթի ճակատի մեջ, պոզավորը սատկում է եւ Իսրայելի Եհովա Աստված փառավորվում, ամեն, ուրեմն մի ասուն ասեք հոգս ունեմ, հոգսին ասեք ես Աստված ունեմ, Տերը տենում է, այս խոսակցությունը լսում է, որ ես Աստված ունեմ, դու չես կարա իմ տունը քանդես, ամեն չկվի կողքիցս, ու գնաց ռետանի գլխին, նա ուզում է համոզի, որ դու ռետանին աղոթքի ռետանին չօգտագործես, իմ Աստծո ուզածն է կատարվելու, իմ ուզածն էլ չի լինելու, ժողովուրդ, այն բանը, որ վերևից հրաման է եկե, այդյա լինելու, բայց մենք որպես Աստծո գործավորներ, Աստծո ոստիկաններ, երկրի վրա հարց լուծող, մենք կարանք սխալ բաները քանդենք, բարի բաները հաստատենք, ամեն, այդ իշխանությունը մեզի է տրված, ոչ թե նորեգներին։ Դրա համար հարեք, ձեր հարցերը կիսվեք, քննենք, ինչը որ վնաս չի բերի Աստծուն եւ եկեղեցուն, հապա փառք կբերի։ Ատիկայի կատարած ենք, որը քեզի կտարբերի աշխարից, որը քեզի կզատի աշխարից, որը քեզի հերու կպայի աշխարհիկ մեղքերից ու կմոտիկացնի երկնքին, ամեն, Աստծուն մոտիկացեք եւ նա կմոտիկանա ձեզ, սատանայից հեռացեք եւ նա ձեզանից կփախչի։ Իսկ որ սատանան փախչավ, աշխարհն է հեռանում քեզնից, սատանան մոտիկացավ, աշխարհն է գալիս եկեղեցի, ամեն, մենք հանց չենք առնի, քել կգլխատենք, աշխարհի հետ միասին չենք թողի որևիցե մեկը աշխարհը բերիստե, ամեն, հələ կոբը ծերիտի ենք ուզում մաքրենք, կթողենք դևերը գերաններ բերեն ստե, հազիր ենք պրծե գերաններից, ամեն, և գերանների սիրահարներից։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, հոգևոր խորը հավատացյալը աշխարհի պղծված կերպարանք և պղծված ցանկություններ, իսկ պղծվածը գիտեք իշնա, գրքին հակառակ ցանկություններ և գրքին հակառակ մեղքեր, չի, գրքին հակառակը մեղք կնա, չի կարա ունենա, ամեն, նա օրական այդ գերաններից ճղերից թփերից փոշի ու խազիկներ մաքրում ամեն ու օրորի սրբությունն է կատարելագործում ասովախովը, բայց դեմ կլինեն մենակ եսասերները, անգամ ձեր միջից կարա եսը մոլեգնի, բայց ժողովուրդ, եթե մենք սխալ ենք քարոզում, բա ինչու Աստված մեր պատիժը չի տալիս, մենք Աստծո անունովն ենք խոսում ամեն օր, ամեն, չի կարա մարդն Աստծո անունով մի բան ասի, որ վերուստ է եկե ու ինք իր պատիժը չկրի, ամեն։ Ես չեմ ասում, ես էլ աճելու տեղ ունեմ, մարմաննել, տրթադնել, վարսեննել, մառենանել, եթե չաճենք, հիվանդ ենք ուրեմն։ Երեսներս էլ փայլի մկրտված սուրբ լինենք, էլի աճելու տեղ ունենք։ Եթե առաջ չգնացիր, եծանը որդի նման բարձրանում ես, գլդորվելու ես մինչև ցած։ Կանգնենք աղոթքի։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիտենության, անունդ փառավորվի, անունդ մեծարվի սքանչելի Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, օրհնում փառաբանում ենք, անունդ սուրբով մեծնզոր Տեր, պատիվ մեծություն, օրհնություն, փառաբանություն քեզ Տեր Հիսուս, որ դու չես թողում, որ որևիցե գառնուկ,
որ ոտքը կոտրված է Տեր Աստվածս, փշրվի եւ մահանա։ Հապա դու ուզում ես, որ անոր կաղ է չխոտորվի, ալմանավան բժշկվի, սքանչելի Տեր։ Դու ես ընկածին վերանողը, տկարին զորացրողը, հիվանդին բժշկողը, Տեր այցել է ու կատարյալ բժշկություն շնորհ է թե հոտի տկարներին եւ բոլոր այն աղանդավորներին, որ աշխարհը սիրելով քեզի թշնամի են դարել։ Թող նրանք հասկանան, որ որևիցե բանով պիտի չնմանվեն աշխարհին, որովհետեւ այդ աշխարհը ատեց ու խաչեց մեր փրկին, ատեց ու խաչեց մեր սրբերին, մեր սուրբ առաքյալներին ու վարդապետներին։ Մենք պիտի զզվենք աշխարհի գործերից, բայց շիրենք աշխարհի մեղավորներին, գնանք, վկայենք, հորդորենք եւ մեր կյանքով մեր ընտանիքների առողջ սիրալիր ապահով վարքագծով շատերին փառախտ բերենք։ Փառք հավիտենության հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։